Ես 89 թվականից բնակվում եմ Շատվանում, ամուսնացել եմ ստեղ, կինս առաջի փախստական լուծել է, որ ամուսնացել ենք առաջի արսանիքն էլ է փախստական եւ տեղացի ամուսնանալ եմ, բնակվեցինք ստեղ, սկսեցինք օղագործությամբ, անասնապահությամբ, Ոյց ձևը շարունակեցինք, ճիշտ է միաժամանակ դուրս եկա գնաց այդ երկիր աշխատանքի, նորից վերադարձանք, եկանք, ասենք հիմքն տնենք մենք մեր հողի վրա։ Հիմա էլ ասում փառք, ունեմ ընտանիք, ունեմ երկու տղա, ամուսնացած, ունեմ թոռներ, ապրում ենք իրար հետ։ Ու դրա հետ միասին երեխեքի համաձայնությամբ սկսեցինք հողեր մեծացնել, ճիշտ է հողերը մերուն չեն, վարձով ենք շատ ընծանում, բայց ունենք ցանքսեր, 18 հեկտար ծորեն ունենք ցանած, մոտ 3 հեկտար գարնանացան գարի ունենք ցանած, կա կորնգանա, 3 նուկա, 7 ժառնուտ, կա մե 60 հատիկապ ոչխար, ծի, գործիքներ, տեխնիկա, խաղաղ նորմալ ապրում ենք մենք մեր հողի վրա, մեր տարածքում։ Շուրջ 7 տարի է մենք իրար հետ համագործակցում ենք, այդ ընթացքում ես ձեռք եմ բերել կարտոշկի սերմեր եւ տեխնիկա, կարտոշկի կապատյան քանդիչն, որ մեզի շատ օգնեց, կորուստներ քիչ ունեցանք եւ արդյունքն կա։ Գյուղի բնակիչները շատ մարդիկ, որ տեսնելով մեզ, էլի դիմաց ֆինկային, էլի շատ շնորհակալ են։ Միայն մենք չենք գյուղում, էլի շատ մարդիկ կան, որ ֆինկայի կարիքն շատ ունեն։ Առաջինն ֆինկան էր, որ կարացա մեզի գումարներ, այդքան մեզ գումարներ տրամադրել։ Ու մեր աշխատանքն այսօր ասում փառք, ընտանիքում 10 շունչ ենք, 10 էլ իրար հետ խաղաղ ապրում ենք։ Առաջնահերթ իմ ցանկությունը նրանում է, որ իմ ծննդավայրում, իմ տարածքում, մեր հայրենի հողի վրա հիմնենք մեր ընտանեկան բիզնեսն եւ մեծացնենք եւ բնակվենք մեր թոռներով, մեր երեխեքի հետ միասին։ Այս աշխատանքն եւ կարեւորում է դրանում, որ երեխեք չհասթափվեն թողեն հեռանան գյուղից։ Երևակայի ամենաճիշտն դա է, եթե բոլոր իրար հետ միասին մտածենք, որ աշխատատեղ ստեղծենք, սա ճիշտ է, հիմնական աշխատանք չէ, բայց մարդիկ շատ ընտանիքներ մեր հետ մեզ օգնելով իրանց օրվա հացի կողմ են վաստակում իրանց ընտանիքի գոյատևելու համար։ Կրկին անգամ եթե գումարի կարիք ունենամ, անպայման ես հույս ունեմ դիմելով ֆինկային, անպայման մեզ կաջակցի, որ մեր գործողությունները, մեր աշխատանքն իրականացնենք։ Եվ դրա համար շնորհակալ եմ ֆինկայից։